Կառուցապատման ոլորտի զարկերակը դարձած Տուն Էքսպոն վերադառնում է մարտի 27-ից 29-ին այս խոշոր ցուցահանդես վաճառքը 6-րդ անգամ կմեկնարկի Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Իսկ մինչ այդ ոլորտի խաղացողները վերջին ճշգրտումներն են անում, ով ինչ է վաճառելու, ինչպես է ներկայանալու եւ ամենակարևորը, ով է պատրաստ իրական գործարքի։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects-ը Տուն Էքսպոյի նախամիջոցառումը The Warm Up Տուն Էքսպո Invest 2026 խորագրի ներքո է անցկացնում։ Ես գիտեմ միջոցառում գործիքի ուժը, ու դուք էլ գիտեք, ու ձեզնից շատերը Տուն Էքսպոյով ամեն տարի համոզվում են, որ իրենք կարող են ոչ թե անշարժ գույքի շուկայի մեջ վաճառքի բաժինը անի 13-րդ ամիս, այլ 14, 15, 16, ընդամենը 3 օրում։ Ասվածը ոչ թե լոկ խոսքեր են, այլ թվեր 2025-ին Տուն Էքսպոյի արդյունքում 2000-ից ավելի գործարք է հաստատվել 150 միլիոն դոլարի, 18000 այցելու է ունեցել երևանյան նախորդ Տուն Էքսպոն, որից 2.6%-ը Սփյուռքից։ Կազմակերպիչները այս տարվա մասնակից ընկերություններին, կառուցապատողներին խորհուրդ են տալիս Սփյուռքի այցելուներին մեծ ուշադրություն դարձնել, որովհետև գործակիցը, որ նրանց ամրագրումը գործարք կդառնա, ավելի բարձր է։ Եթե ինքը որպես հետաքրքրված մոտենում իր հետ գործարք դառնալու հավանականությունը ավելի մեծ է, քան երբ որ Հայաստանում, ինչի որտեղ ինքը կարող է 3000 կիլոմետր է եկել, իսկ շատ մենք Տուն Էքսպոյում շատ այցելուներ ունենք, ովքեր եկել են ման գալու։ Թվերով, փաստերով, օրինակներով են կազմակերպիչները մասնակից ընկերություններին կոչ անում ցուցահանդեսային օրերին զգոն ու աշխույժ լինել։ Այցելուների գոհունակությունը ու նաև վաճառքները ընկերությունների պատրաստվածությունից է կախված։ Նույնիսկ մասնակիցներն են նկատել, որ ցուցահանդեսային օրերին լավագույն վաճառքները գիտելիքներով լավ պատրաստված տաղավարներում են գրանցվում։ Առաջին մասնակցությունից հետո հասկացանք, որ դա իմիջայինից զատ նաև շատ լուրջ վաճառքի հարթակ է եւ մեկը դա կդիտարկի, չգիտեմ, մյուսներից ինչ որ բան սովորելով, մեկը դա կդիտարկի մարտի դաշտում ավելի ամրանալով, ամրապնդելով։ Ինքը կրճատում է communication funnel-ի մի հատ բավական մեծ կտոր, երկարատև քննարկումներ, հերթական շփումներ հաճախորդի հետ։ Այս տարի եւս Տուն Էքսպոն, ինչպես միշտ, շահավետ է լինելու թե առաջին բնակարանը եւ թե ներդրումային գույք գնող այցելուների համար։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս այցելուները ունենալու են հնարավորություն իրենց բոլոր ձեռքբերումները անշարժ գույքի տեսքով անել հատուկ առաջարկով ու զեղչով, որովհետեւ ինչպես հիշում ենք, դա Տուն Էքսպոյի կոնցեպտն է։ Ու անշարժ գույքի ձեռքբերումը հետաձգել խորհուրդ չի տրվում։ Նախորդ Տուն Էքսպոյի արդյունքները նաեւ ցույց տվեցին, որ շուկան, այսպես ասած, կանգնած չէ։ Գնանկում էլ այս ոլորտում չկա։ Ավելին, կոմֆորտ, բիզնես եւ պրեմիում դասի նորակառույցներում միջինում 3-ից 7% գնաճ է գրանցվել, որը նվազելու միտում չունի։ Հակառակը սկսվում է շատ լուրջ մրցակցություն պրոդուկտի համար, որովհետեւ շինարարական նախագծերը գնալով պակասելու են, շինարարության ծավալը իհարկե նվազելու է, կապված բնականաբար եկամտային հարկի օրենքը չկա փոխարինող օրենք եւ չկան այլ առաջարկներ, ուստի նաեւ քաղաքաշինական նախագծերն են շինթույլտվությունների թանկացման եւ ընդհանրապես թանկացման պատճառով շինարարության կրճատվում, իսկ պահանջարկը շարունակում է մեծանալ, որովհետեւ Սփյուռքից մենք ունենք շատ մեծ ուշադրություն դեպի Հայաստան ու բնականաբար առաջին ուշադրությունը դրսևորվում է անշարժ գույքի ձեռքբերման տեսքով։ Տուն Էքսպոյի շուրջ ամբողջ էկոհամակարգ է ստեղծվել, որ ցուցահանդեսը կառուցապատողների ու քաղաքացիների ուշադրության կենտրոնում լինի ոչ թե միայն ցուցահանդեսային 3 օրերի ընթացքում, այլ շուրջ տարին։ Օրինակ ոդկասթն է Տունկաստը, որ արդեն YouTube-ում հասանելի է, ունենալու ենք հատուկ հավելված Տուն ագենտը, որը օգնելու է, որ մարդիկ չսպասեն հենց մեն Տուն Էքսպոյի օրերին, մինչև այդ 3 օրերը շատ լավ ուսումնասիրեն ու հետո գան Տուն Էքսպո կամ արդեն միանգամից հավելվածից իրենց որոշումը կայացնեն ու անշարժ գույքը ձեռք բերեն։ Եվ այսպես Տուն Էքսպոն միավորում է ոլորտի խոշոր ներկայացուցիչներին, հարյուրավոր հատուկ առաջարկներ, մեծ խնայողություններ ու խոշոր խաղարկություններ։ Հնարավորությունը բաց չթողնելու օրերը մարտի 27, 28, 29-ն են։ Ձեր անշարժ գույքը պատրաստի պայմանագրով ձեզ կարող է սպասել Մերիդիան Էքսպո կենտրոնում։